Պարեկները առանց ատեստացիա, որտեղ պարեկը համարվում է դե արդեն 5 ամիս սովորել է, ինչ ատեստացիա պարեկին, թեկուզ ոչ բարձրագույն կրթությամբ, ստանում է 371,000 դրամ։ Հայաստանի մարտական հենակետում Անդրևինջյանը եւ այլն, կոնկրետ տեղ կարող եմ ասել, մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող գիտեք ինչքան է ստանում։ Մենք ստացել ենք 22,000 դրամ, պարեկը մոտավորապես ստացել է 11,000 դրամ մի օրվա համար։ Մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1,700 դրամ։ 1,700 դրամ։ Սա է իրականությունը։ Այդ ատեստացիայով 100 քանի հազար դրամներ չի մանրամասնում պարոն փոխնախարարը, 1000-ից ավել սերժանտ է պետք լինելու զինված ուժերում, ամենաստորին մակարդակում, որը առնվազն 10 զինվորի տերուտ իրականն է լինելու, բայց նրա աշխատավարձի տարբերություն պարեկի ընդամենը մոտավորապես 222,000 է լինելու։